Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սիմոնյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ բովանդակությամբ. հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից։ Սիմոնյանը պահանջում է նաև Քոչարյանից բռնականցել 1 միլիոն դրամ։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա քննչական կոմիտեում նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՍՆ-ն եւ ԴԽ-ն համապատասխանաբար 2025 թվականի դեկտեմբերի 17-ին եւ դեկտեմբերի 26-ին հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ, հնչեցնելով հայհոյանքներ, կատարել են խուլիգանություն, խոչընդոտելով հեծի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը։ Հայրենիք կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ։ 2025-ի դեկտեմբերի 30-ին հակակոռուպցիոն դատարանը Գալստյանին կալանավորել է 2 ամսով ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Փետրվարի 3-ին տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդի ավտոկայարանում դանակահարություն է տեղի ունեցել ու կա վիրավոր։ Իրավաբանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուկրաինայի քաղաքացի 31-ամյա Գարիկի եւ հիվանդանոց տեղափոխված Նարեկի միջեւ, որի ժամանակ Գարիկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Նարեկի մարմնի տարբեր մասերին։ Հունվարի 12-ին քաղաքացին ահազանգել է, որ 1 ամիս առաջ ազգությամբ ESD ՀԲ-ն ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը, ով եկել է Թուրքիայից եւ մոտ 10 օրից պետք է ծննդաբերեր, ինչի հետևանքով պտուղը մահացել է ու ավելացրել, որ ոստիկանները պետք է խուզարկեն վերջինիս բնակարանը, քանի որ տանը զենք է պահում։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ՀԲ-ն Երևանի բնակիչ ազգությամբ քուրդ 30-ամյա Հեքիմն է, իսկ նրա կինը օտարերկրացի 32-ամյա Աիդան։ Հեքիմը հայտնել է, որ կնոջը չի վիճաբանել, վերջինիս չի ծեծել, իսկ հղիությունը ընդհատվել է Շենգավիթ բժշկական կենտրոնում կնոջ անվճռական խնդիրների պատճառով։ Փետրվարի 1-ին տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների երթափախումբը կանչով մեկնել է Երևանի Արինբերդի փողոց 5 կոտորակ 10 հասցեում գործող Մանչո Գրուպ ընկերություն, որտեղ արձանագրել է քաղաքացու մահը։ Ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 60-ամյա Ալեքսանիդին։ Տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 43-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում։ Տղամարդը Մասիս Նորամարկ ճանապարհին հայտնաբերվել է, անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 138 գրամ զանգված։ Փետրվարի 4-ին ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգը, վերջինս չունենալով բարոյական իրավունքի վկայական իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևանի Գայի պողոտայում Մեգամոլ առևտրի կենտրոնի դիմաց վրայերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Աննային, ով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով մահացել է։ Փետրվարի 6-ին տեղեկություն է ստացվել, որ կառավարության շենքի մոտ Հոնդա մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցել վթար։ Ավտոմեքենան Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտայի երթևեկել է բարձր արագությամբ ու չկարողանալով կառավարել բախվել կայանված ավտոմեքենային, այնուհետև բետոնե եզրաքարին ու շրջվել 38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 4-ին Երևան-Սևանի Ջևան ավտոճանապարհին բախվել են Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի Mercedes Sprinter եւ Dodge մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 5-ին Վարդանաշեն Նորապատ ավտոճանապարհին բախվել են 71-ամյա Ռաֆայելի վարած Opel Zafira եւ 32-ամյա Թելմանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, 3 հոգի, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց։ Փետրվարի 5-ին Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհին Վրաստանի քաղաքացին իր վարած Mercedes մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել, ուժասներ չկան։ Օրերս համացանցում տեսանյութեր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։ Կենտրոնականի ամենքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։ Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել եւ տեղափոխվել է ամենքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է, տղամարդը ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։